Մերոնք կետեեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հաղորդումներին արձագանքելու համար։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, այլևս ապահովություն, ապահով ներդրումներ, բիզնես գործարքներ, վստահություն։ Էս է Fast Bank-ի նշանաբանը, շնորհակալություն Fast Bank-ին եւ այսպես այսօր մի քանի թեմա ունենք։ Կխոսենք մեզ տված հնարավորությունից, որ կորցրեցինք Նիկոլ Փաշինյանից, Ծառուկյանից, Քրիստոսի արձանից եւ բնականաբար սրբազան կոչված տերտերներից, թե ով ինչ արել եւ ինչ է անում։ Գանք սկզբից երեք խոսում են Թրիփի ճանապարհից, խոսում է Արադ Միրզոյանը, խոսում է Նիկոլ Փաշինյանը, կարևորում են խաղաղությունը եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ինչ խոսք, սրանք կարևոր երևույթներ են ապրելու համար, պիտի խաղաղություն լինի։ Խոսում են թշնամանքից, որ տարիներ շարունակ եղել է մեր միջև։ Այո, այդ թշնամանքը հեշտ չի վերանալու։ Սկզբունքորեն որևէ ծեծուտող չի մոռանում, որ իրեն ծեծել են։ Անկախ ամեն ինչից այդ պահին կլռի, թե չի լռի։ Էլ չեմ ասում, որ մեր հարևան, ասենք Ադրբեջանը ինքնատիպ պատկերացում ունի երկրի տարածքի SCN-ի մասին, բայց ով է մեղավոր, ովքեր են մեղավոր։ Մենք ենք մեղավոր, մենք։ Երբ մենք կարողացանք պատմական արդարությունը վերականգնման ճանապարհին 88 թվականին գնանք ու պատմական արդարությունը վերականգնենք, մենք չունեինք այնպիսի բարեկամներ, ունեինք իբր թե Ռուսաստանը որպես դաշնակից, բայց ռուսները իրենք են այդ անարդարությունը բերել, մցրել մեր իրականություն։ Արցախը հանձնելով Ադրբեջանին։ Սա էր իրականությունը։ Մենք պատմական արդարությունը վերականգնելու ճանապարհին ազգովի կռիվ տվեցինք, այդ կռվում հաղթեցինք, հետո լլկեցինք մեր հաղթանակը, Ադրբեջանը մեզ ծեծեց ու հիմա էլ ծեծելուց հետո խաղաղություն է պարտադրվում։ Ուսենք չուզենք, ուր պիտի մենք կորչենք։ Այդ խաղաղությունը մեզ անհրաժեշտ է նաև պնդանալու ճանապարհին։ Ամենավատ բանը, որ ամենագարշելին, որ բոլոր այն մարդիկ, ովքեր լլկեցին մեր հաղթանակները, այսօր մեղադրում են ուրիշին եւ ասում են մենք դա պահել ու պահպանել ենք։ Սա ամենագարշելին է։ Սրանով փորձում են, մի մասը փորձում է իշխանության լծակը ձեռք գցել, մյուս մասը, որ օրվա իշխանությունն է, անընդհատ օգտագործելով նրանց խոցելիությունը, փորձում է պահել իր իշխանությունը։ Երկու կողմն էլ իրենց մեղքի բաժինն ունեն, ով ինչքան, մենք ներքուստ գիտենք, ով ինչ է արել, դրա համար այսօրվա իշխանությունը դեռ ջրի երեսին է։ Սա է պատճառը, այլ պատճառ չկա։ Ցավալիորեն, այո, մենք մսխեցինք մեր հաղթանակը, մենք չգնահատեցինք։ Դասեր կքավենք, թե չէ, ժամանակը ցույց կտա, բայց այդ խաղաղությունը այսօր կարի անհրաժեշտ է։ Գուցե եզակի հնարավորություն էր, քանզի մեր ողերի դաշնակիցը Ռուսաստանը միշտ խաբել է, միշտ կժնել։ Հիմի հուսանք, որ կուրորեն չենք տրվի մեկ այլ դաշնակցի, այլ զուգահեռաբար կպնդացնենք մեր երկիրը։ Այլ տարբերակ պարզապես չկա, առանց մանրամասների մեջ խորանալու։ Հիմա ասացի Նիկոլն ու Ծառուկյանը։ Ազգի պետության մտածելակերպը վառ պահելու ճանապարհի մասին կարծես որևէ մեկը չի մտածում ու չմտածեց։ Տեսեք, Քրիստոսի արձանը այնուամենայնիվ տնկվելու է։ Ես որպես քաղաքացի, ես չեմ ուզում ամեն առավոտ արթնանամ, ինչ որ մի լռան գլխից Քրիստոսի արձանը թևերը փռած ասի արի զավակ ասե։ Երուսաղեմում Քրիստոսի արձան չկա տնկած, հասկանում եք։ Չգիտեմ, այս մարմաճը ինչու է մեր մեջ մտել։ Ոնց կարելի է Աստծու անունով, եթե Աստծուն հարգում ես, բիզնես անել։ Այն ինչ պատրաստվում է անել Գագիկ Ծառուկյանը։ Եվ հակառակը Նիկոլ Փաշինյանը այդպես էլ ավելի լայն մտածելակերպ չդրսևորեց։ Կարող էր կանչել Գագիկ Ծառուկյանին, ասել՝ լսի Գագո ախպեր, արի
հատիս լերան գագաթին, այս Հայկ Նահապետի արձանը տեսնում ես, 5 դրա չափ արձան դնենք, ծավալով մեծ, բովանդակությամբ լավ, քանզի Հայկը հայոց աստվածն է կամ հայոց պապը, մեր երկրի հիմնադիրը, են որ ուզում ես Քրիստոսով բիզնես անես, Հայկ Նահապետով բիզնես արա, թող աշխարից ով էլ կգա, գան հատիս լերը, մեր պապի մոտ, մեր պապի ոտքը, ու ամենուր պատմվի պատմությունը, թե ինչպես Հայկը տիտաններից մեկը, հսկաներից մեկը չընդունեց բելի ստորացուցիչ առաջարկը ստրուկ չմնաց, իր որդիներով եկավ Հայաստան, եկավ բելը հետևից եկավ, բայց Հայկը այստեղ բելին նետահարեց ու այդ օրվանից մենք կոչվում ենք Հայաստան, հայեր մեր պապի անունով, սա հայոց Նահապետն է, սա հայոց աստվածն է, ոնց կուզեք ձևակերպեք, մի արժեքավոր բան առաջարկի, ինչ է, մի քիչ իրար կերան, հատիսը պատմամշակութային է, հետո պարզվեց, որ կարելի է զանց անել, մեկ ատաղեն առելա, այս ինչը չի քանդի, բայց արձանը տնգելու են։ Թողներեն ինձ, հավատացյալներն էլ, անհավատներն էլ, մարդու աստվածը իր խիղճն է։ Եթե մարդը խիղճ չունի, ասում են դու խիղճ աստված չունես։ Հիմի որևէ քայլ անելու համար ոչ իշխանությունն է իրեն նեղություն տալիս մի քիչ գլխին զոր տա մտածի։ Պատկերացնում եք Հայկ Նահապետի արձանն այնտեղ բերել եք մասիվում մի ծառերի տակ են որ ասում խեղճ ու կրակ իսկի ճյուղերը չեն կտրում որ գնացող եկողը տեսնի։ Բայց մեր արմատը սա է, այդ արմատի մասին մտածող չկա։ Այդ քիչ էր, հիմա սրբազան պատերազմի են դուրս եկել իշխանությունն ու այսպես ասած սրբազանները, իշխանությունը մի քիչ անց, հիմա գամ սրբազաններին, Վազգեն Միրզախանյան, վիրահայոց թեմի առաջնորդը նախկին, Նիկոլ Փաշինյան լեզով ասեմ, դոմփեց մի քանի կնոջ, դոմփեց երից կնոջը, ժամ սարքեցին ահագին փողեր կերան, այնտեղ այ համայնքից այսպես, ինքը, այս միջև այս մարդիկ բողոքեցին, ասին սա սրբազանա, թե Ալֆոնսո, այս ինչ անում։ Ինչ արեցին Վազգեն Միրզախանյանին, կտրիչի ինչ արեց, ոչ մի բան չարեց, ուղարկեց Մերձբալթյան երկրներ այնտեղ դոմփելու։ Այս տրամաբանությամբ սրբազաններ ունենք։ Ես չէի ուզենա, որ այդ աղբը ջրի երես դուրս գա։ Բայց սա են մեր սրբազան կոչվածները, Արշակնա, Վաղարշակնա, Մարտիրոսնա, չգիտեմ ինչոսնա, իրենց գերագույն կտրիչով, ան ծուխ կրակ չի լինում, որ ասում են, էսա 15 տարեկան տղուն ոնց են բերել կտրիչի մոտ, Արգենտինայում թե որտեղ, տղեն տղա էլ ասիրում, էլի, բա, ապեր, դե պատկերացրեք մի բան, ելքը որն է, կամ այդ սրբազաններին ու կաթողիկոսին ամորձատեք են գլխից։ Ոնց որ ներքինիներին էին ամորձատում, արքունիք ուներ ներքինի, կանանոցի պահապան տղեն, ով պիտի անպայման ամորձատված լիներ, կրթված այսպես ասած։ Եվ այդ ներքինիները հանգիստ մուտք ունեին այդ կանանոց, որովհետև իրենք այլ բան չէին կարող։ Հիմա կամ այդ բոլոր սրբազաններին ամորձատեք կամ օրենք ընդունեք, որ կարան ամուսնանան ապրեն։ Խոստովանանքի եկած կանանց էլ իրենց ճանկը գցեն կամ չգցեն։ Բարոյականությունը զրոյացել է։ Դրան գումարած այդ ամբարո պահվածքի արդյունքում օտարերկրյա ծառայությունների լրտեսական ցանցին միանալը, երբ պետք է
սեփական պետության ու հայրենիքի վրա հաճան։ Սա է։ Իհարկե, դա չի արդարացնում իշխանության պահվածքը, որ մի ամբողջ ոռնոց բարձրացրեցին։ Իշխանությունը իրավունք չուներ թքել հասարակության հոգու մեջ։ Սա հետ է նշանակում։ Պատմել ամեն ինչ, ցույց տալ ոնց է քերակնգան, չգիտեմ, դոմփում, սիրում, լողացնում եւ այլն եւ այլն։ Ինչ որ մի տերտերացու բերեն, իհարկե կտրիչը ինքը կարգալույծ է, վաղուց իր ուխտը դրժել է։ Մի հատ էլ տերտերացու բերեն, չէ, գնամ ոտը պաչեմ, ձեռը պաչեմ բան։ Նայ մեզ, էդ էլ տերտերացու չի։ Էդ էլ մի բան չի, այդ հայր արամա ինչ է, բոլոր այդ տեսակի արամները երբեք ժամանակին տղամարդու կեցված չեն դրսևորել։ Չէ, դոմփելու իմաստով չէ։ Ես ունենալու իմաստով։ Հենց որ մեկը դուխ տվեց, նոր սկսեցին հիշել, որ իրենք դուխավիկ են, այսպես ասած կներեք, բառապաշարի համար։ Եթե մարդը ես չունի, միայն ինչ որ մեկը պիտի դուխ տա, դա արդեն ոչ մի բան չէ։ Դա անգամ դիվանագիտություն չի։ Սեփական եսը չունեցողը որևէ բանի պիտանի չէ։ Եվ ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս թնջուկը բերեցին, այս կեղտը ասպարեզ ու մարդիկ շատ-շատերը, ովքեր իրենց հոգում խոր հավատ ունեին, ակնածանք ունեին, մեկ էլ տեսան, որ Սրբազանը դոմփող տղա է, եւ շատ սրբազաններ, կաթողիկոսը դոմփող տղա է։ Այդ մարդկանց մասին ոչ ոք չմտածեց, հատկապես իշխանությունները, որ ակաժներից պիտի բռնեին, մի դահլիճ լցնեին, քացուտակ գցեին այդ կտրիչին բանի այդ ամբողջ ցուցադրելով, պոչները խուզեին ու ձենները կտրած հանգիստ ազատեին այդ վեհարանը։ Այդ անելու փոխարեն ասպարեզ բերեցին ամբողջ աղբը ազդելով մեր հոգու վրա։ Շատ վատ է։ Բայց դե այստեղ էլ դեռ այսպես կլինի եւ շատ հարցերում, քանի դեռ Նիկոլը, Բաղնիկն ու դպրոցը իրարից չի տարբերում։ Ասում եք գնացել եմ դպրոց, գիտեք ինչու եմ լոգարանը նայում։ Ոչ ոք չի լողանում։ Այդ որ երեխեն է դպրոց գնում լողանում։ Էլ ուրիշ բան չունեք, հա երկու լոգարան եք ավել սարքել։ Այս ցածր մտածելակերպը, այս մանր մտածելակերպը բերեց նրան, որ ինչքան աղբ կա, ջրի երես դուրս եկավ։ Բայց երևույթներ կան, որոնց մասին պետք չէր բարձրաձայնել։ Պետք էր ներքին լսարանի համար խոսել, փակել, ճանապարհել, ավելին պետք չէր։ Ցավոք սրտի էլի եմ ասում, հենց որ վարչապետը Բաղնիկը դպրոցից կարողանա տարբերակել, ինչի հույս այլևս չունեմ, այդ ժամանակ էլ ամեն ինչ այլ կերպ կլինի, հուսանք կգան լավ օրեր։ Եվ մենք դասեր կքաղենք ամեն ինչից, թե Բաղնիկն ու դպրոցի չտարբերողից, թե հաղթանակները լլկելուց, թե պարտադրված խաղաղության, այն որ ասմացուխը քթներից ես դուրս է գալիս, եւ թե գիտեք, երբեմն սկսում են հիմա գրել, օй Արցախ, իմ Արցախ, այդ գրողների 90%-ը, այդ իմ Արցախի մեջ թքած ուներ, կներեք, ձեզ ձև մի տվեք էլի։ Լրագրողներ, ում անունը կա, ում չկա, այն որ ինչ էիք ագրեսիվ կռիվանում, չգիտեմ, Հովանավանքում, ով է ասում, որ դա է լրատվությունը, որ պիտի չգիտեմ ինչ-որ մի սև բան անեք, այն ինչ էր Դիլիջանի քաղաքապետեր, ինչ էր համայնքի ղեկավարեր, իմ հետ այդտենց չխոսեք, այ տղա, քեզ հետ այդտենց չէր ուզում չխոսեին, համայնքապետ չդառնայիր, դառնայիր չգիտեմ ինչ, ես պահվածքով, ինչու եք եկել այդտեղ, կոպեկ չարժեր և չարժե, այն ինչ այսօր անում է իշխանությունը Հովանավանքերում եւ այն ինչ անում է էլ ինչ էր այդ դոմփողները, որ հիմա վեհարանում նստած սպասում են SL Մարսեն հերթական դոմփոցին շարունակել։ Կոպեկ արժե խաղաղությունը գիտակցված, որ մենք պիտի մեր
պաշտպանունակությունը պնդասնենք։ Մնացած ամեն ինչը կինոյի վերընտրվելու, չգիտեմ, էսի ժանրից է։ Պատրիոտ ծրագրի միջոցով ձեր աջակցությունը շատ կարևոր է, շարունակեք աջակցել։ Կանխավ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են։ Կհանդիպենք, առողջ կացեք։